Քարուքանտ ու ոլորապտույտ ճանապարհը բարձրանում է սարեր, որտեղ բնությունը կարծես լռության մեջ է։ Միայն անիվների խուլ ձայնն է խախտում սպիտակ տարածության անդորը։ Սարերի գրկում, ինչպես հեքիաթից կտրված մի պատկեր, երևում է ծաղկաշատը ձյուն-ձյունապատ։ Բնության այս անապակությունը տանում է մեզ Չարենցյան տողերի ու ոչ վաղանցյալի սիրված երգի մեղեդիների ետևից։ Ձյունածածկ տներ, երթիկներից բարձրացող ծուխ, ջերմակ լռության մեջ թաքնված գյուղ այցելողներին առաջինը հյուրընկալում է գյուղի բանաստեղծը։ Ռուբիկը գյուղում հայտնի մարդ է, պարզ, համառ ու խոսքը տեղ հասցնող, ասում է ջոջակազմի մասին հազար ու մի գրվածք ունի։ Տարակները լցվել են թղթերով, տետրերն էլ մաշվել են։ Ռուբիկը գրում է գյուղի մարդկանց, նրանց առօրյա կենցաղի փոքր ու մեծ խնդիրների ու նաև ցավերի մասին, այնպես ինչպես ինքն է տեսնում ու զգում։ Ոտքը քաղաքընկնի, թերթի կտա գրածներն ու էլի կգրի։ Հիմա գյուղից դուրս գալը դժվար է, ձյունը կոխել է հանդ ու ձոր, ճանապարհները դարձել վտանգավոր։ Գարնան գալու հետ գուցե Սարի Հեսուսի ծալավերդի իջնի, համ խմբագրին հանդիպի, համ էլ կուտակված խնդիրները լուծի, առևտուր անի, նավթալամպի ապակուց մինչև աղուլուցկի, քանի որ գյուղում խանութ չկա։ Իսկ հիմա առիթը բաց չի թողնում ու ոնց ինքն է ասում, ջոջակազմին գովելու գործն է առաջ գցում։ Մեր սիրելի Փաշինյան Նիկոլ, ջոգում ես մարդկանց ագահ շահամոլ, գրավում ես մարդկանց գայլական վաստակը ու բարձրացնում ժողովրդի թոշակը։ Քո հանճարը լավ իշխել ազգի աչքին միր դուր կգա։ Մենք դեպի լավը կգնանք, կունենանք իրոք ապագա։ Նիկոլն ասաց ագահ մարդուն, մի ուտի դու շերեփով։ Շերեփը թող գթալի պոչը բռնի, որ ուրիշին բաժին հասնի։ Նիկոլն ասաց, էй միլիարդներ, ագահի գրպաններից դուրս եկեք և մեր տանջված Հայաստանում նոր կառուցումներ վեր խոյացրեք։ Հետո էլ շարունակում է, որ բանաստեղծությունը ավելի շուտ է գրել, բայց արի ու տես, որ Նիկոլն էլ շերեփը նախկիններից խլեց ու դրեց ներկաների ձեռքը։ Էս է քաղաքականությունից խոսելու խերը, ով գիտի գան ասեն, էդ ինչ ես ասել։ Դե լավ անցած լինի, ինքը սրախոս մարդ է ու գյուղի սրախոսի համբավ ունեցողի գրվածքները ոչ վերջանում են, ոչ էլ պակասում, բայց ամենից հետաքրքիրն այն պատմություններն են, որոնք կապված են գյուղի ու մոտակա հանդամասերի անունների ծագման հետ։ Դրանք պատմություններ են, որտեղ խառնվում են հին ժամանակների մարդկանց հիշողությունների ու բնության հետ։ Ամեն անուն իր մեջ մի իրադարձություն է պահում, մի պատմություն, որ փոխանցվել է սերնդեսերունդ ու դրանք ավելի գրավիչ են, քան իշխանություններին գովաբանող տողերը։ 5 պատմություն ունի մեր գյուղը շատ, ընդիմի մատոր ունենք, 3000 աղբատի վանքից շատ հին է, ստի մարդիկ են ապրել իսերել, մեր պապերն էլ, դիմացի սարից մեր մի հատ ճոճկան գյուղացի որսորդ մարդ չախմախլու հրացանը ուսին, են դիմացի սարից տեհել դիմի տուն կա, կերկել է տունը գդել, ուժում մարդիկ ծաղլի ետևը թաքնվել իսեն երել, այ մարդ ասելա մի վախեցեք, ես ձեզ ոչինչ չեմ անի, դուրս եկել էդ գյուղը հետո կամանց վերացրել են, այս տարիցը դենը աջիր կոչվող հանդամասնա, աջիր հին վատ գյուղ է ելել, մի երեխա գետակի ափին խաղալիս, ջուրը վարարում է ու քշում է երեխին, հետո մայրը վազում է ափովն ու ասում, այ ջուր, ինչ ես տանում իմ երեխին,
Այն ինչ է թանդամասի մնում է աջիր, ըտի գյուղ էլ թե պարսիկներն են վերացրել, թե թուրքերն են վերացրել, վաղուց սաղ պայես չալերը պատի դրած, մարդու դրած պատեր են, ծապաններ, որ մարդիկ բանջարանոց կարտոf ցանեն, բան ցանեն, անձերվը չքշի։ Այդ աջիր կոչվող հետո վերացրել են այդ աջիր կոչվող Ես այն սարից դենի ձորի կշտին նոր տնատեղ էր կան։ Էլ ինչ բանաստեղծ, եթե աշխարհի ամենասիրուն գյուղի Ծաղկաշատի մասին բանաստեղծություն չգրեր։ Ծաղկաշատը ներշնչանք է, որի մասին բանաստեղծական տողերը ծնվում են պատահական, ասենք գոմը մաքրելիս կամ օղի թորելիս։ Իմ թանկագին գյուղ Ծաղկաշատ, սիրել է քեզ հայը շատ, գիրկդ են գալի մեքենաներով անընդհատ, դու բնության մի դրախտ, Ծաղկաշատի փայտն են տանում, չեն վախենում ձմռան ցրտից, Ծաղկաշատի արեգակ է ծաղկում ամեն հայի վառարանից, 3 անուն ես ունեցել, Փիլումաշեն, Խաչիդուրու Ծաղկաշատ, կուզեի նոր անուն էլ ես կնքել, Սազեկան անուն Անտարաշատ, Արևն է հեռանում մեզանից, քիչ հետակ ասում իր շողերով, արևի պես բարձր լեռների գլխից հույս է տալիս դու քո փայտով, անտառները տանծայրացիր, աղբյուրները սառնորակ, մարդարարած եկ այցելիր հանգիստդ վայելիր մեր երկրի տակ, մոշնումորն են մարդիկ քաղում, դույլերով օրական, հազար, հավատում եմ Հայաստանում, չի լինի մեր բնությանը հավասար։ Վայրի տանձն են նրանք տանում ու թորում են տանձի օղին, մեջ հաճույքներ է բերում տանձի օղին, թորողին, խմողին, կաղինն են հաշնում հավաքում աշնանը, աշնան վերջին օրերուն ու տանում են ձմռանը կերակրում իրենց խոզերին, շատ ես քաղցր մեր բնություն, խմում ենք մոշնումորն են մարդիկ քաղում, դույլերով օրական հազար, հավատում եմ Հայաստանում չի լինի մեր բնությանը հավասար, կաղինն են հավաքում աշնանը, աշնան վերջին օրերին ու տանում են ձմռանը կերակրում իրենց խոզերին, մենք գոհ ենք մեր բնությունին, խմում ենք մեղրի, մորի բուժիչ թեյը, ինչպես ծնվում էր իր մայր հողից, հունած առասպելի անթեյը, մենք գոհ ենք բնությունից, քաղում ենք մասուր, սունկ, սինդրիկ, այդ բոլորից եթե զրկվենք կստանանք սրտի լախկադրիկ, այսինքն խփոցելի գյուղացը ստեղծած բարա լախկադրիկ։ Ծաղկաշատում ապրում են ամենասրտաբաց, ամենաբարի ու ազնիվ մարդիկ, այդպիսի եզրակացության է եկել Հրազդանի Ծաղկաշատ հարց եկած Արևը, ինքն արդեն միայնակ է ապրում, բայց երբեք միայնակ չի զգում, եթե մի բան պետք լինի, հարևանները միմյանց օգնում են առանց հարցնելու, առանց սպասելու, պապի մահից հետո գյուղից գնալու մտադրություն ուներ, բայց հարևանների ջերմությունն ու հոգատարությունը ու դե նաև գյուղի հանդեպ սերը տատին պահում են այստեղ, որտեղ չկա խանութ, ճանապարհ, ջուր ու գազ, բայց կա միաբանություն ու համերաշխություն։ Մոտիկան եմ ասում բադալ խնդրում եմ, ինձ ես ինչ տեղը ապտեկայից բերեք, ես ինչ ապտեկայից։ Նա առանց որևիցե նեղանալու կամ որևիցե ինչ որ վատ արտահայտությամբ անպայման կբերի, նա բան չի անում։ Չի ասում ժամանակ Չէ, փող կամ փողը։ Ասում եմ, ես մի օրինակ հասարակ մի բան, ես ալյուր եմ ուզում իրանից, ասում եմ բադալ, ալյուր եմ ուզում, բայց նպաստին կտամ, հիմի գումար չունեմ, առանց խնդրի, առանց որևիցե բանի, որ գյուղը հասնում, ասում արևին ասեք թողա իր ալյուրը տանի, ես էլ նպաստը ստանում եմ ու իրան եմ տալի։ Ամբողջ գյուղը, մենակ ես չէ աղջիկ ջան, ամբողջ գյուղը իրանից շատ գոհ ու շնորհակալ է։ Ինքը արտակարգ վարորդ է, մեր վարորդը, արտակարգ մարդ է, մեծատառով մարդ է։ Ինքը լավ ամեն ինչով հասարակ մի բան եթե 2 հատ հացի համար գնում ես ներքև ասում ես 2 հատ ներքև չգնամ բադալ 2 հատ հացա պետք նա առանց որևիցե մի բանի կբերի Ձմռան ցուրտ օրերին Ծաղկաշատում ինչպես բոլորն այնպես էլ Արև տատը թեժացնում է վառարանն ու կրակին պահում թեյնիկը Սարերից բերած ուրցի ու դաղցի թեյը մեղրով կամ հոնի մուրաբայով մի տեսակ ջերմացնում է իրեն ու քաղցրացնում կյանքը որ իր համար մի տեսակ կորցրել է թե գույները թե համը Տատի երազանքն է որ գյուղի ու իր հարևանների
տղաների երեսին ժպիտ կա, որ կենցաղային ու սոցիալական խնդիրներն այսքան սուր չլինեն, բայց ամեն ինչ ծաղկաշատում հաղթահարվում է հենց միայն գյուղացիների համերաշխությամբ ու իրար հանդեպ մի տեսակ յուրահատուկ հոգատարությամբ։ Օրինակ Արևտատը գյուղից հաճախ է բացակայում, հավերին, շանն ու կատվին կերակրելու գործը հարևանները սիրով են անում ու այդպես էստեղ ապրում են, ոնց ասում են, մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով, լեռներում այլ կերպ հնարավոր էլ չէ։ Այո, մեկը մեկի համար կանգնած է, մեկը մեկի համար, օրինակ ասենք ես կողքերս կամ որ ձմեռ ջուրը սարճում է իրանց, բայց իմը բնական ջուր է։ Ես չեմ կարող որ նենց ասեմ, դե ես ունեմ իրանք չունեն, թող չունենան, ոչ։ Ես էլ իրանց համար եմ կանգնած, իրանք ինձ համար, ինձ ինչ որ պետք է, ես որ գնացել եմ 14 օր մնացել եմ, իմ հարևանուհին է իմ հավերին կերը տվել, ինքնա շանը, կատվին, հաց տվել, եթե հույս չունենայի, որ իմ հարևանուհին կանել, ես չէի գնա, կամ եթե գնայի, շուտ հետ կգայի։ Ինքը ամեն ինչով մարդկայնորեն շատ լավ գյուղ է, բայց ուղղակի պրոբլեմներ շատ ունի, ամենամեծ պրոբլեմը ճանապարհն է։ Եթե ճանապարհ ունենանք, ամեն ինչ շատ լավը կլինի։ Հասարակ մարդիկ են պարզ, իրանք իրանց այս բնության նման պարզ, բնության նման հյուրընկալ մարդիկ են։ Ես արդեն ասում եմ, մենի 20 տարի աստեղ եմ, ես ոչ մեկից ոչ ոք չունեմ, ես ու ես եմ, բայց եթե ինձ մի հարց ալինում, ինձ մի բան օգնությամբ հասնում են, գալիս են, օգնում են, բան չեն անում, մենի չեն ասում, դե մի ինքը մենակա կամ ես կամ են, տենց բաներ չկա։ Իր համագյուղացիներին գովելու առիթը բաց չի թողնում նաև պարոն Սերյոժան։ Ծաղկաշատի դժվար կյանքը, խանութի, գազի, ջրի ու ճանապարհի խնդրին հաճախ ավելանում է նաև հոսանքի բացակայությունը։ Սարիծեր ծվարած գյուղ էլեկտրականությունը հասցվում է անտառներով։ Մի փոքր քամի ու մեկ էլ տեսար մի հսկայական ծառ տապալվեց ու զրկեց ծաղկաշատցիներին հոսանքից մի քանի օրով։ Մինչ խոր անտառում կգտնեն տապալվածությունը, անանցանելի կածաններով էլեկտրալար կհասցնեն, օրեր է անցնում։ Այս բոլոր խնդիրները անտառների մեջ ծվարած այս գյուղում մարդկանց ավելի ուժեղ է դարձրել, ավելի սրտացավ։ Ու այնինչ կամաց վերանում է ամբողջ աշխարհում, միասնությունը, սրտացավությունն ու հոգատարությունը այստեղ դեռ ապրում են, ասել է թե կյանք ունեն։ Պարոն Սերյոժայի կովերի կատն օրինակ հարևանուհի Ասիկն արդեն տարիներ շարունակ քաղաքում է վաճառում, տեղն ընկած ժամանակ փոխանակում իրենց ուզած ապրանքների հետ ու երեկոյան գյուղ հասցնում։ Ուրիշ տեղում ով նման բան կանի, հարց է տալիս պարոն Սերյոժը։ Իրենք միայն արտադրում են, վաճառելու հետ գործ չունեն, դժգոհ չեն, միայն թե ծերության հետ շատ անասուն պահել չի ստացվում, եղածով բավարարվում են։ Գիտես ինչ կա։ Պետք է շատ պահես, հետո տարիքը կապ ունի։ Մենակ ջահելները մեր գյուղում կան։ Իչե մի 5-6 10-15 կով են պահում։ Ես էլ մեծացել եմ 3 կով են պահում, երեխեքս տեղավորված են, մարդու կնենք ամենքս մի 40 մայ թոշակ ենք ստանում։ Հա, ոչ է, մեր կանասունի հետ երեխանցա ինչքան ուժներս պատմա, ուղարկում ենք, պետք ալու, փառքաստու։ Այս սեզոնը դեռ գտվում է կովերը դեռ։ Դե գիտես ինչ կա, ասենք մի 3-4 կով ունես, ասենք երկուսը գտվում է, կամ մեկը գտվում է, մեկը չի գտվում, մեկն էլ ծանրացալում։ Մի ներկայացության փառքաստու 3 կով ունեմ, երկուսը գտվում են, մեկը հեսասոր երկուսն ընկած ծնիլին։ Նանք միջև նա արդեն որ ծնի, այն մեկն արդեն կատ պետք է տա։ Ոնց որ չենք նեղվում, կաթի պրոբլեմ չունենք էլի, կաթի ասենք գյուղի, մենք յուղը չենք առնում, մեր սեփական կովերից, Այսինքն քաղաքացուց լավ եք ապրում։ փառքաստու։ Կանյան գլուխ մի կողմն էլ կծնի ու գործերն ավելի լավ կգնա, ասում է Սերյոժան, որ հաշտ է գյուղի կյանքի հետ ու բողոքներ չունի։ Կյանքը ծաղկաշատի քամու նման գալիս է ու գնում, բայց միշտ էլ գարնանը մի նոր կյանք է ծնվում։ Այդպես գյուղում ապրում են արդեն 40 տարի, մի այդքան էլ քաղաքում է ապրել, բայց գյուղն ուրիշ է, ասում եմ։ Ալավերդից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա է ծաղկաշատը, որ սովետական տարիներից առ այսօր վերանորոգում չտեսած ճանապարհ ունի։ Այս ճանապարհն էլ ասես միայն նրա համար է, որ ամեն գարնան կամ աշնան գյուղում մնացած հատուկ են ջահելները օտարության ճանապարհը բռնեն, այն էլ ընտանիքներով, երեխաներով ու գյուղի ապագան այս կերպ կասկածի տակ առնելով։ Գյուղը ծերանում է, ասում է երկարամյա մանկավարժ Տիկին Անիչկան։ 64 թվականից աշխատել եմ իմ ժամանակաշրջանում 100
երեխա է եղել։ Դե քիչ արդեն դեպի քաղաքներն են գնացել, վերջում մնացել է մինչև 9-10 երեխա։ Բա հիմա ո՞նց է լինելու, որ դպրոցը փակվի։ Շատ վատ է լինելու, ես կասեի։ Նախ ճանապարհ չկա, որ ասենք գնացող եկող տենց լինի։ Հետո էլ դժվար է էլի երեխայի հետ։ Նորմալ որ մեկը աշխատի, մեկը արտագնա գնում, մեկը ոնց իրանց հարմար է, այդ ձևով։ Չեք մեղադրում էլի ոչ։ Չէ, ոնց մեղադրեմ։ Մարդիկ չի պետք է ունեցվածք ունենան, աշխատավարձ ստանան, որ իրանց ընտանիքը պահեն։ Իսկ անասուն պահելով չեն կարա։ Անասունը մի քիչ դժվար է, աղջիկ ջան։ Օրինակ մենք ոչ մի անասուն չենք պահում, երկուսս էլ ձեր ենք, ամուսինս էլ ես էլ։ Երկար կյանք ապրած Վոլտեր պապը մի տարբերակ գիտի ինչպես փրկել գյուղը։ Ճանապարհը ասֆալտապատել, եթե ճանապարհը լավանա, գյուղը կծաղկի։ Պետությունը պետք է ճամփեն սարքի, որ անանցանել ալում։ Դինն եկելա, մի մեքենա չի աշխատում։ Այս գեղումը մի խանութ չկա, որ գնաս օրինակ քեզ ուզածման չվախես բան չանել։ Այս լսերը գործնա որ կամյանում թե չէ լիստ չունենք, որ մի բանի հուշին ենք մնում, էդ ապես պետք է։ Ջուրնա որ ջրի այ մի ջրի պակաս սակավա, ջրի շատ կա, բայց բերող չկա։ Միտեղ մի տոճ կայա, էդ էլ գնում ես կամ հերթա կամ կտրածա ստինդի բացենանում իրանց մավերունում։ Այդ էլ ինչ էլ ավել բան չունիմ ասելու։ Ծաղկաշատն ամեն անգամ նորից ու նորից գողանում է այստեղ եկած հյուրի սիրտը։ Չքնաղ է ոչ միայն իր բնությամբ, այլ նաև իր մարդկանցով։ Ձմեռներն այստեղ նույնքան գեղեցիկ են, որքան ամառները ծածկված ձյունով, լռությամբ ու խաղաղությամբ, որոնք հրավիրում են մտորելու ու անդոր ապրելու։ Մերիկ Գոլորյան, Դավիթ Թամազյան, Ծաղկաշատից անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։